Ամեն ինչի հիմքում հայոց բանակն է, հայ ժողովրդի հավաքական կամքն է եւ մյուս բոլոր գործոնները, այդ թվում միջազգային գործընկերները, դրանք ընդհանրապես մի մասնիկն ու բաղադրիչն են մեր երկրի ընդհանուր արտաքին միջավայրի ապահովման տեսանկյունից։ Իմ տպավորությամբ այստեղ կա ավելի շատ խնդիր արդարացնելու մեր երկրում տեղի ունեցող ձախողումները, պարտությունների շղթան, որը բերել է մեզ համար մեր հայրենիքի մի հատվածի նաև կորուստին, Արցախի, Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում ադրբեջանական օկուպացիային, հազարավոր զոհերին եւ իր պատասխանատվությունը սրանից այն կողմ նետելու եւ նաեւ հանրության ուշադրությունը այլ կողմ սևեռելու համար իշխանությունը փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակելով իր վրայից նետել պատասխանատվությունը։ Կրկնում եմ, մենք պարտավոր ենք մեր անվտանգությունը ապահովել սեփական ջանքերով, մեր ուժերով, մեր հնարավորություններով եւ այոց բանակի գոյությամբ, մարտունակությամբ եւ հզորությամբ։ Մնացածը արդեն այլ խնդիր մոտենում են արդեն պրոֆանական ընտրությունները ժամանակաշրջանում է եւ բոլոր քաղաքական ուժերը ստեյության այս փուլերում հայտարարում են ձևաչափերի մասնակցության ձևաչափերի հնարավոր դաշինքների մասին եւ պատկերացումների մասին հանքով կհասնեն իշխանության հեռացմանը հանրապետական այս առումով դեռ շարունակում է պնդել որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ռեալ տարբերակ իմպիչմենտի գործընթացն է եթե այո ապա այդ ստորագրությունները ստանալուց հետո ինչու գործընթացը տեղից չի շարժվում բանակցության։ Ես եւ նաեւ մեր քաղաքական ուժը առիթ ունեցել ենք ասելու, որ ընտրական process-ները կամ տարբեր քաղաքական ուժերի ընտրությունների գնալու հանգամանքը որևէ ձևով չի բացառում իմպիչմենտի գործընթացը, որովհետեւ իմպիչմենտի հաջողությունը ապահովելը կապված է մեծ թվով բաղադրիչներից եւ որոշակի իրադրային զարգացումներից, որոնք այս պահին էլ մինչեւ ընտրական ցիկլը պայմանական հունիս ամիսը հնարավոր են ստեղծվել եւ հնարավորություն տան process-ը նաեւ այդ ուղղությամբ տանելու։ Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին հանրապետականի հնարավոր մասնակցությանը, ապա հանրապետականը սրա հետ կապված 10 օր առաջ առաջին հանդիպում է իրականացել կուսակցության գործադիր մարմնում, կարող եմ ասել բավականին ծավալուն շուրջ 3-3.5 ժամանոց քննարկում է եղել, որի հետ կապված որոշում չի կայացվել եւ քննարկումները այս թեմայով շարունակվելու են։ Երբ որ մենք ունենանք արդեն դիրքորոշում, բնականաբար դա արդեն կանոնները մասնակցել չմասնակցելու թե ձևաչափի արդյունավետության վերաբերյալ։ Գիտեք, առաջին հերթին պետք է որոշում կայացնել ընտրությունների վերաբերյալ, դրանից հետո արդեն որոշել մասնակցության մասին։ Այսինքն որոշում այս բանը չկա, պարոն Աբրամյան։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե կուսակցության չէ, ձեր դիրքորոշումը օրինակ ասեք, ինչ է կարծում, ինչ ձևաչափով ընտրական process-ում ինչ ձևաչափն է արդյունավետ ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Գիտեք, ես չեմ կարող առանձնացնել իմ տեսակետը, որովհետև ես կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ, ներկայացնում եմ իր մարմնի մոտեցումները եւ այս տեսանկյունից բնականաբար քննարկումների արդյունքից է կախված, թե մենք ինչ ուղղությամբ ենք շարժվելու եւ այդ ժամանակ նաեւ խոսենք ձևաչափի հնարավոր արդյունավետ ճանապարհների մասին։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի հեռացման հիմքում ոչ միայն պետք է լինեն առանձին քաղաքական ուժերի առաջնահերթությունները, այլ պետք է լինի ընդհանուր դաշտ իրական ընդդիմադիր ուժերի, որը հնարավորություն կտա նաեւ համատեղ ջանքեր գործադրել մեկ ընդհանուր թիրախի ուղղությամբ գործելու եւ իշխանապողության գործընթացը առավել արդյունավետ ռեսուրսը դնելու համար։ Իսկ լայն համախմբում, լայն բևեռ ձևավորելու այն դիրքորոշումները, որ այս փուլում շարժվում են, դուք կարծում եք կարող է արդյունավետ լինել, այսինքն դուք հնարավոր համարում եք, որ տարբեր փուլերում իշխանության հետ համագործակցած, չհամագործակցած ուժեր մի կողմ դնեն իրենց բոլոր խնդիրները, թեկուզ նաեւ ներանձնային եւ համախմբվեն այդ օրակարգի շուրջ։ Դուք սա ռեալ համարում եք։ Վերջից սկսեմ, նախ հանրապետականը առիթ ունեցել է այս մայրին հայտարարելու, որ իշխանապողության հիմքում ոչ թե իր անձնական կամ ներխուսակցական ամբիցիաներն են, այլ ընդհանուր նպատակին հասնելու կարևորությունը եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ընդհանուր բևեռ ձևավորելու մոտեցման հիմքում պետք է առաջին հերթին դնել սկզբունքները եւ այն մոտեցումները, որոնք մեծ թվով ուժերի կարող են բերել եւ մեկ ընդհանուր սեղանի շուրջ նստեցնել։
իսկ թե այդ բևեռը իր գործունեությունը ինչպես կձևավորի, ինչ խմբավորումներով, կամ ինչ ենթաշերտերով, դա արդեն քննարկման հարց է։ Ֆորմալ առումով ընդհանուր տեսլական լինի, բայց թե ինչպես կգնան արդեն իրավական գործընթացներ, այսինքն ոնց կմասնակցեն դաշինքներ կձևավորեն, դա արդեն երկրորդական է, ճիշտ Դա հասկացա։ արդեն մարտավարական խնդիր է, բայց ամենից կարևորը այն կարմիր են եւ սկզբունքներն են, որոնք պետք է դրվեն այս պայքարի հիմքում եւ հնարավորություն տան իրական ընդդիմադիր ուժերին այդ առանձնահատուկ պրոցեսում իրենց չվնասելով ստեղծել առավելագույնս հնարավորություններ պայքարի արդյունավետությունը մեծացնելու առումով։ Իսկ իրական ընդդիմադիր ասելով պարոն Աբրամյան, այսինքն ոնց հասկանանք ում եք օրինակ համարում իրական ընդդիմադիր, օրինակ Լուսավոր Հայաստանին կհամարեք իրական ընդդիմադիր ուժ, եթե մի սեղանի շուրջ նստելու հարց է առաջանում, կամ այնտեղ, չգիտեմ, էլի ուժեր կան, որ տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանին աջակցել են, բայց հիմա օրինակ քննադատում են։ Դուք այդ ոնց է որոշվելու, էլ իրական են թե իրական չէ։ Գիտեք, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում որևէ մեկին չեն եղածել, բայց ընդգծված մի ուժ կա, որ ընդդիմություն է տալիս այդ իրադարձությունից հետո, դա հանրապետականն է, եւ բնականաբար իր խոսքն ու մեկնաբանությունները պետք է շատ ավելի լայն կոնտեքստում ընդունել։ Այստեղ նաեւ դուք հավաքված մարդիկ եք, ովքեր երկար տարիներ լուսաբանում եք տարբեր քաղաքական իրադարձություններ, եւ ձեր համար էլ ակնհայտ է, ով իրականում ինչ ճանապարհով է շարժվում եւ իրականում ինչ հիմնական թիրախի է հարվածում։ Այնպես որ ժամանակը գա մի սեղանի շուրջ նստելու եւ սկզբունքներ համաձայնելու, դա Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը քննարկվել է, պարոն Աբրամյան։ երևույթին չլսել։ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը քննարկվել է այդ ընդլայնված Կուսակցության գործադիր մարմնում հանրապետական որևէ անձի հետ կապված թեմա չի քննարկվել, բայց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը բավականին հստակ է եղել, այսօր չէ որ պետք է արտահայտել, չեմ կարծում որ այս պահին այդ մասով որևէ բան փոփոխություն չի ենթարկվել եւ եթե հանրապետական Սերժ Սարգսյանը այս մասով որևէ նոր բան վարած քաղաքականության հետևանքով զինված ուժերի քանի միլիարդի զինտեխնիկա եւ սպառազինություններ ոչնչացվել կամ որպես ավար հանձնվել Ադրբեջանին։ Այսինքն այն մարդիկ, որոնց քաղաքականության հետևանքը մեր երկրի համար եւ տարածքային եւ մարդկային առումով եղել է ողբերգական, չեն խոսում դրա հետևանքների, դրա թվային արտահայտման մասին, բայց խոսում են զինտեխնիկայի ձեռքբերումների մասին։ Յուրաքանչյուր բանակ իր հաջողությունը, իր հաղթանակը, իր մարտունակությունները ցույց է տալիս գործով եւ ժամանակն է ապացուցել նաեւ այս իշխանության դեպքում, թե իրենց ունեցած ռեսուրսները, այդ թվում պետության հնարավորությունները ինչպես են վատնել կամ ինչպես են ծառայեցել թշնամական օրակարգերին։ Մի քանի պատճառ, որ նշում է, որոնց միջոցով որ հնարավոր չէ մի այդ զենքերը հասնեին Հայաստանին, նաեւ հապկի մասին է խոսվում։ Այդպիսի բան եղել է, թե չի եղել։ Հայաստանը մինչև 2018 թվականը ձեռք է բերել մեծ թվով սպառազինություն, ռազմական տեխնիկա, այնպիսին, ինչպիսին հնարավորություն է տվել ապավելու Հայաստանը եւ Արցախի անվտանգությունը, ապավել այս ժողովրդի խաղաղությունը եւ այս տեսանկյունից եղել են բավարար հնարավորություններ եւ միջոցներ ադրբեջանական շարունակական ագրեսիայի տարբեր դրսևորումների հետ մղելու եւ Ադրբեջանի իր տեղը ցույց տալու համար։ Այնպես որ այս տեսանկյունից այդ քննարկումը որոշակիորեն համարում եմ արհեստական, նաեւ շեղելու այն հիմնական իրադարձություններից, որոնք հնարավորություն չեն տա հասարակությանը շատ ավելի խորը գնահատելու իրական իրադարձությունների դասավորությունը։ Աբրամյան, մի կարճ բան էլ դուք ասացիք ինքնիշխանքը նաև այլ գործողություններով փուլերով պետք է զուգորդվի, ես ճիշտ հասկացա, այսինքն միայն այս ստորագրությունները, այսինքն սրանց ինչ պետք է լրացվի, փողոցային ինչ որ պայքար պետք է սկսվի, ինչ պետք է լինի, որ այդ գործընթացը մտնի արդեն կոնկրետ գործնական փուլ։ Ստորագրությունը միայն գործընթացի մի բաղադրիչն է կազմում, բնականաբար դու ունի մի քանի փուլեր, սկսած էր նշած փողոցային շարժումից մինչև քաղաքական ուժերի հնարավորինս լայն համախմբում։ Սա շատ ավելի ծավալուն թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ։
Պարոն Աբրամյան, եւս մեկ հարց, տեսեք, որ ասում եք զենք ձեռք է բերվել նաեւ նախկինում, հա, այդ դեպքում օրինակ տեսեք, հիմա Ֆրանսիայից, Հնդկաստանից մեծածավալ տեխնիկա են ձեռք բերում, ինչու այն ժամանակ դա չի արվել եւ ըստ ինչու Ռուսաստանը այդ մի քանի $100 զենքերը գումարը վերցրեց, բայց զենքերը այդպես էլ չմատակարարեց։ Չգիտեմ կոնկրետ որ մատակարարների մասին է խոսքը, եթե ձեր խոսքը վերաբերում է այս իշխանության ժամանակահատվածում տեղ ունեցած մատակարարին, ապա դրա մանրամասներին ես չեմ տիրապետում։ Ինչ վերաբերում է նախորդ մինչև 2018-ի ժամանակաշրջանում զենքեր գնելուն, ապա կոնկրետ զինտեխնիկայի սպառազինության գնման հիմքում պետք է լինի այն պահանջը, որը դրված է քո զինված ուժերի առաջ։ Նաև այստեղ կարևոր է որակին հարաբերակցությունը, ինչը քեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճիշտ կողմնորոշվելու եւ այդ ուղղությամբ շարժվելու, չբացառելով տարբեր եվրոպական երկրների ունեցած հնարավորությունները, ես ուզում եմ հիշեցնել, որ այն սպառազինությունը, որոնք ժամանակին ձեռք է բերվել Հայաստանում որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր մասնակից լինելու, Ռուսաստանի հետ ունեցած համապատասխան պայմանագրերի շրջանակներում մեզ հնարավորություն է տվել շուկայականից ցածր գներով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հիմնարկներից ուղիղ գնումների միջոցով, այն նույն գներով, որոնք ձեռք է բերում որից նաև Ռուսաստանի զինված ուժերը, դրանք ձեռք բերել եւ այս իրավիճակում բնական է, որ Հայաստանի նախորդ կառավարությունները ունեցել են հնարավորություն այդ գին որակ հարաբերակցությունում ընտրություն կատարելու եւ զինված ուժերը համալրելու այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտային այդ պահին դրված մարտական խնդիրները լուծելու։ Իհարկե դա չի բացառում որևէ այլ փուլում 3-րդ, 4-րդ կամ 5-րդ երկրներից գնումները, դա կախված է բանակի վրա դրված խնդիրներից եւ բանակում ունեցած մեր այն պահանջներից, որոնք տվյալ պահին կարող են լինել։